Ես էլի երեխեքի գրքերը վերցրել ու ընդմիջման ժամին գնում եմ գրադարան իրանց նոր գրքեր վերցնելու, ընթերցելու համար, համ էլ առիթա քայլելու։ Չնայած որ շոկ եմ։ Ահա որ ուրեմն այսօր երեխեքը զանգել են, ցույց են տալիս մեր թութակի նախկին վանդակը, մի հատ հին վանդակ ունեինք։ Մի հատ ջնջղուկի ձակ համտել տուն ու չի թռել այդ ձակը, իրանք էլ վերցրել են, ձակին դրել են այդ հին վանդակի մեջ, կեր են լցրել, ջուր են տվել, մի խոսքով խնամում են։ Իրենին ասում ենք, որ իր մաման գալու է էլ, իր հետևից տար բաց թող գնա։ Իրեն ասում ես իրան տարել եմ դուրս, ինքը չի թռել իմ մոտից, դրա համար նորից հետ եմ բերել։ Խոսքով խնդրեցինք մինչև մեր տուն վերադառնալը ուշադիր լինեն, մինչև գնանք ասենք ճանապարհենք ջնջղուկի ձայքին իր մամայի մոտ։ Տեսնեմ գրքերի ծավալը արկա կլինի, հեն էլ կվերցնեմ։ Մենակ մեր երեխեքն են դժվար նստում ընթերցելու, թե ձեր երեխեքն են այդպես։ Ասեք, որ մենակ չենք։ Այսօր նաև ձեզ ցույց կտամ մեր մանգալը, որը արդեն ավարտել են ու շոտ սիրուն է ստացվել։ Անհամբեր սպասում եմ այդ տարածքի վերջնական տեսքին, որովհետև իսկում է այս տեղափոխվելու եմ այնտեղ ապրելու։ Շատ սիրուն է ստացվելու, եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես որ մենք որոշել ենք, ինչպես որ մենք նախագծել ենք։ Իմիջայլոց միշտ այստեղով անցնելուց այսը հին կառույց է, բայց ինչ տարածք է, ես նույնիսկ չգիտեմ։ Եթե իջմիածնից հետևորդներ ունենք ու գիտեն։ Գուցե տուն թանգարան է։ Իրենին վերցրել եմ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները, իսկ Մարիամին Թումանյանի երկերի ժողովածուն, որտեղից 3 ստեղծագործություն է կարդալու։ Գիքորը, իմ ընկերն է Սոն ու էլի մեկը չեմ հիշում վերնագիրը։ Իսկ հիմա տեսնեմ ընդմիջման համար ինչ վերցնեմ ու գնամ հետ աշխատանքի։ Իրականում այնքան շոկ է, ես չեմ կարողանում հաց ուտել, երբ որ ինչ-որ ներքին անհանգստություն ունեմ և երբ շոկ եմ։ Ու ամենավատն այն է, որ ես ընթացքում սովորում եմ դրան, այսինքն եթե ես մի 2 օր նորմալ չսնվեմ, այդ իմ համար դառնում է նորմալ։ Արդեն տանն եմ, աշխատանքս վերջացրել եմ, ուզում եմ ձեզ ցույց տամ ինչ եմ գնել, բայց այս անգամ ոչ ինձ համար, եղբորս համար եմ գնել։ Միշտ ինքը ուզեցել է ունենա այդ ծառից ու ես պատահական փողոցում, երբ որ գրադարան էի գնացել հետ գալուց, տեսա որ վաճառում են ու գնեցի, մի հատ ցույց տամ ձեզ։ Ահա, տեսեք, լեռան ծառ եմ գնել։ Հուսով ենք բերք կտամ։ Շատ սիրուն ծառ եմ։ Նրան ծառի ծաղկելն եմ սիրում, շատ գեղեցիկ է ծաղկում։ Ասել նրան ծառը։ Հիմա գնանք տուն մեր ջնջղուկին էլ ցույց տամ տան։ Դելը պատմի ոնց է եղել։ Այս ջնջղուկը տուն էր մտել։ Հաց եմ մտում, մեկ է տնեմ տուն է մտել, ասում է Մարիամարի ծիտիկին տես։ Եկավ վեկանիկ, ինքը չեր ոսում թարներ, հետո տուն է մնաց։ Բայց մենք իրան բաց ենք թողնելու, չէ՞։ Իրա մամայի մոտ ենք ուղարկելու։ Հա, ինքը կամա մատից կանգնի։ Մենք կտանենք իրան դուրս, հիմա, որ իրա մաման գա իրա հետևից, փոքրիկ ջնջղուկ է։ Մեր ծիտիկին տանում ենք բաց թողնենք։
Այս վանդակի բերանը բաց թողեք։ Լավ աղջիկա։ Ինչ գիտես աղջիկա։ Հա բա։ Ծնվում են աղջիկներ։ Բա իր մամային ա ուզում ինքը։ Մենք հիմա նույնի ծառայեցինք ախելու, որ իր մաման գա, այս դուրը կիսա բաց ենք անելու, իր մաման գա ու մենք ալիքը։ Հավաք։ Բա ենքավ ջրի մեջ։ Տիկին բաց թողեցինք, իսկ հիմա հավաքենք մեր այս սև հաղարջը, որ արդեն հասել է։ Կոմպոտ կպատրաստենք ձմռան համար։ Իմոտ մենակ սևեր են։ Այսպես հավաքեցինք հաղարջները, հիմա գնանք ձեզ ցույց տամ բակի վերջում շինարարությունը ուրա հասել։ Այս ընթացքը ամենալավ սեզոնն է, երբ ծառերի վրա միրգ կա, որ բակում կարող ես ժամանակ անցկացնել, իմ ամենասիրելի ընթացքն է։ Ահա, այսպիսի տեսք ունի մեր մաղալը, սա իրականում մաղալ է խորոված անելու համար, որը բուխարիի նման ենք հավաքել։ Այս կարևոր գործերից էր, որ արեցինք, հուսով եմ մնացած ընթացքը շատ արագ կանցնի իր։ Իմիջայլոց նախկինում այստեղ էինք անում խորովածը, սա պապասա սարք է։ Ոչ հիմա ծանրը չեմ կարող բացել, բայց սրա մեջ էինք անում։ Չէ, մի բացի, բան կա, վերևը դրած համե ծանրը։ Իրենն էլ ինձ օգնեց, հավաքեցինք։ Գնանք ցույց տամ մեր ծիրանները, որոնք արդեն հասել են։ Ֆիքսեցինք ինքնաթիռը։ Իրեն, ծիրան կուզես, քեզ քաղեմ։ Դու կարում ես քաղես։ Կամ է ծառերի վրա բարձրան։ Հա, բայց մի բարձրացի, այստեղ շատ են, բեր քաղենք թող թեթևանան։ Միջայլոց շատ քաղցր ծիրանա մեր ծիրանը։ Այս բոլոր ծառերը իրեն քո տարիքի են, գիտես։ 7 տարեկան են իրենք։ Ես էլի ընդմիջման եմ, իսկ այս վլոգները իմ ընդմիջումների մասին է լինելու, գնում եմ խանութ, աղջիկներս ցուցակ են գրել, քանի որ շուտով համերգի են, իսկ ցուցակ են տվել, ինչա իրանց պետք համերգի համար։ Մի խոսքով գնում եմ իրենց ցուցակով առևտուր անելու, արդեն ենքան են մեծացել, իրանք են կազմում իրանց ցուցակը։ Նրանք հուսով եմ բոլորը մի խանութից կգտնեմ։ Լիքը մազակալներ, մազերի լակ, կոսի համար նախատեսված ցանց ու էլի լիքը բաներ։ Ամեն ինչ կարողացանք մի խանութից վերցնենք, լավ էր։ Մնաց իրենց համար ջուր ու ինչ-որ հարմար ուտելու բան, որ այնտեղ սնվեն, որտեղ երկար ժամանակ են սպասելու կուլիսներում։ Դա էլ վաղը կվերցնենք։ Խոսքով իրանք պատրաստ են համերգի։ Համերգից հետո արդեն կհանգստանանք, բարի դպրոց չենք գնա։ Գրամ ինձ էլ ընդմիջման համար ինչ-որ բան վերցնեմ։ Ընդմիջումս ավարտեմ ու անցնեմ գործի։ Այսօր մեր օրը սկսել է շատ վաղ, առավոտյան ժամը 8-ն է ուղիղ, բայց մենք արդեն 2 ժամը արթուն ենք ու պատրաստվում ենք, իսկ պատճառը համերգն է։ Այսօր հաշվետու համերգն է տարեվերջյան, ուսումնական տարեվերջյան, բացի այն, որ հաշվետու համերգը, նաև հոբելյանական այս համերգը
Օրդակյան բարի դպրոցը 15 տարեկան է դարձել այս տարի ու շատ մեծ, շատ շքեղ միջոցառում է կազմակերպվել։ Մի խոսքով առաջի խմբում բարում է Իրենը, իսկ երկրորդում Մարիամը։ Իսկ դա նշանակում է, որ մենք այսօր առավոտից ժամը 11:30 սկսելու Իրենենց համերգը, մինչև երեկո լինելու ենք Երևանում Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում է տեղի ունենալու համերգը ու հիմա շարժվում ենք Երևան, այսինքն գնում ենք մեր լավ ընկերներից մեկի երեխային էլ վերցնենք, Նարեին, չէ, ու գնանք։ Հուսով եմ ամեն ինչ լավ կասնի, բարեհաջող տեղ կհասնենք, որտեղ այսօր Երևան գնալը մի քիչ շատ լարվածություն է առաջացնում։ Այստեղ էլ լուսավորությունը չի աշխատում երեկվանից։ Հետո սա բաները փչացնում։ Ձեր թվաց հոսանք չկա երեկվա եկանք ստեղ։ Անձրևից։ Մարիամը պատրաստ չի դեռ, որովհետև ինքը երկրորդ խմբում է ապարում ու մենք առաջի սեանսի ավարտից հետո գնալու ենք քուրիկիս տուն։ Այնտեղ արդեն ինքը կպատրաստվի։ Իրենի համերգը կնայի, կվերջացնի ու կգնանք կպատրաստենք։ 6-ին է սկսում Մարիամը ինձ ասեցի, թե չէ, չգիտեմ։ Չէ, 6-ին ներս եք մտնում, 7:30 է սկսում, հա։ Մի խոսքով մինչև վերջացնենք կլինի երեկոյան, չգիտեմ, ժամը քանիսը։ Այսօր անձրև էր տրված, բայց շատ լավ պայծառ արևոտ օր է։ Հա, բայց երեկոյան շատ ուժեղ անձրև էր գալիս։ Մենակ էս բանն է աշխատում։ Աստեղ էլ լուսացույցը աշխատում է։ Մեզ բարի ճանապարհ, ձեզ էլ բարի դիտում։ Ուսուցիչների ավտոբուսն է։ Չէ, բարձր խմբերն են այդ։ Բարձր խմբից կարող մի քանի երեխա ու ուսուցիչները։ Իրեն։ Նարե։ Դե գնանք նստենք ընդեղ, հա։ Սպասենք մինչև մնացածը գան։ Իրենը իր ընկերուհու հետ ուզում է նկարվել, վազվզում են, ուրախ են։ Կարևորը գիտեք ինչն է, որ ինքը տենց այդ պատասխանատվությունը շատ չի զգում, որ համերգ է եւ այլն, ինքը չի լարվում ընդհանրապես, իսկ Մարիամը լարվում է շատ, որտեվ արդեն հասկանում, ամբռնում է, որ ելույթ է ունենում։ Են որտեղ եք ուզում նկարվեք։ Պատրաստվում ես։ Ահա, կուլիսներում այմ աղջիկը արդեն։ Երեխեքին հագցրեցինք, պատրաստեցինք, մենք էլ տեղավորվել ենք։ Սպասում ենք իրենց ելույթին։ Մարիա, հանդի ժամից է քո ելույթն է։ Մենք միասին բացահայտելու ենք քայլ առ քայլ անցած մի ճանապարհ, որ ունի արդեն 15-ամյա պատմություն։ Մեր բալիկները իրանց երկրորդ շորիկը հագան, օգնեցինք հագան, հիմա սպասում ենք իրանց երկրորդ համարին։ Քեզ մնում է միայն ունենալ ցանկություն, Օրդակյան բարի դպրոցն իր գործունեությունը իրականացնելով Էջմիածին քաղաքում մշտապես համագործակցել է համայնքի մշակութային կրթօջախների, առանձին պարախմբերի, ինչպես նաև Վառաշապատի համայնքապետարանի հետ։
երեխեքերի համերգային բաժինը ավարտվեց։ Մենք իջնում ենք ներքև երեխեքին սպասենք։ Հետո կգնանք քուրիկիս տուն ու երեկոյան արդեն կպատրաստվենք Մարիամի համերգին։ Լեֆերա, ապրես դու, լավ պարեցի, շատ ապրես։ Ուրախ ես։ Ես պարային տարին էլ ավարտեցիր, իրեն, ես երկրորդն էր, չէ։ Չէ, երրորդ համերգներ, բայց դու 2 տարի ա որ պարում ես, չէ։ Հա։ Գնացինք։ Եկել ենք քուրիկիս տուն, ասա կբարձրանենք վերև։ Հավագոնե 2-3 ժամ ունենք կհանգստանանք, մի քիչ ուշ կհավաքենք երկրորդ սեանսի համար։ Այդ մեր համար երկրորդ, իրականում երրորդ, որովհետև 3 խմբով են ելույթ ունենում, այսինքն երբ որ մեր երեխեքը դուրս եկան, մի հատ էլ միջին խումբն ա բարելու, արդեն մեծերի խմբում էլ Մարիամը։ Նանե, Իրեն, քուրիկին ես լսնում։ Մենք հանգստացանք, ճաշեցինք, ես նույնիսկ մի քիչ քնեցի։ Հիմա Մարիամը պատրաստվում է, այսինքն քուրիկս ա մեյքափ անում Մարիամին, որ գնանք իր համերգին։ Իսկ ես ունենում մուզիկ ենք նայում, ինչև մաման ու պապան են։ Դու Նանին ինչ եք անում։ Մուզիկ ենք նայում, ինչև մաման ու պապան են։ Հա, Իրենը հրաժարվել ա մեր հետ գա, ինքը կմնա իր քուրիկի հետ կգնան, կպտտվեն, ինչև Մարիամի համերգը կվերջանա։ Սկուտերով։ Մարիամ, իմ կսածին հավան չես, հա։ Լավ է կոքսածը, ուղղակի չի երևում կոքսած, հա։ ու ամեն տանալնի տա շատ բան դեղ է։ Ինչ է։ Գոհես, լպրասն սարը։ Շատ սիրուն ես, դե լավ կպարես։ Պատրաստ ենք ու գնում ենք երկրորդ շրջանին։ Ես ամուսինս պատրաստ ենք երկրորդ սեանսի գլխացավով։ Պատկերացեք առավոտյան ժամը 6-ին արթնացել ենք, 8-ից արդեն այստեղ ենք եղել, եթե ինչ հիմա ժամը 7:30 արդեն ու առաջիկա մի երևի 2-3 ժամն էլ հենց ենք։ Մի խոսքով սենց համերգային օր ունեցանք, իսկ Իրենը մեզ հետ չի եկել, մնացել է քուրիկիս հետ, իրան գնացել են մանգալու, ու այստեղ կադրեր կդնեմ հիմա, Իրենը առաջի անգամ մետրոյ ա նստել, կյանքի մեջ առաջի անգամ, չնայած բանը, չէ, Թիֆլիսում նստել ա, չէ, մետրո։ Հա, Թիֆլիսում նստել ա, բայց սենց ուշադիր չի եղել, որ ուշադրություն դռները փակվում են եւ այլն, շատ զարմացած նայում ա ինչ ա կատարվում։ Այդ հատվածը նկարել ա քուրիկս կդնեմ։ Մետրոյում եք հիրա։ Զգուշացեք, դռները փակվում են։ Հաջորդ կայարանը Մարշալ Բաղրամյան։ Attention please. Զապարությունների ներքո վայելում ենք Լազարի պարը։ Համերգային օրվանից հետո այնքան հոգնած ենք եկել տուն, չեք պատկերացնի, երևի ժամը 11:30 նոր տուն ենք հասել ու այսօր գնում ենք, երեխեքին խոստացել ենք, որ իրեն գնալու են լողավազան, լողալու, գնում ենք ամուսնուս եղբոր տուն,
որ իրանք լողան, եթե իրանք խոսք տված չլինեինք, չէինք գնա, որովհետև շատ հոգնած ենք, բայց քանի որ խոսք ենք տվել, գնում ենք։ Արի Արչուկ։ Չի վրա նստել, չի կարելի իրա վրա նստել։ Ամու, Արդյուկ ջոնո, բարի Արդյուկ։ Մար, լավա։ Իրեն։ Լա, հեսա կլողանա։ Հա։ Պետք է այս չդես։ Բանը տանեմ, գնավիկս։ Վերջի փորձն եմ։ Ինձ թվում է Հայաստանում բոլոր հանգստյան օրերը ավարտվում են խորոված քյաբաբի արարողությամբ։ Մինչ երեխեքը լողանում են, խաները խորոված են սարքում, ես էլ իրենց խորոված բանջարեղենները կմաքրեմ, արդեն կընտրենք։ Իմիջայլոց մնացեք մեզ հետ, մենք շատ հետաքրքիր տեղ ենք գնալու, հաջորդ վլոգում դա կլինի արդեն, իրականում ես այդտեղ եղել եմ երևի առաջին երկրորդ դասարանում, բայց ինքը շատ հետաքրքիր ու շատ սիրուն տեղ է, հաջորդ վլոգում կտեսնեք, Սպիտակում է գտնվում ու եթե ծանոթ եք տարածքին, կոմենտներում գրեք ձեր տարբերակները, ձեր կարծիքով ուր ենք գնալու։ Իսկ մեր վլոգը այսքանով կավարտենք ու սպասեք հաջորդին։ Դե քանի որ աշխատանքի եմ, շատ հաճախ չի ստացվում նկարել, իսկ երբ նկարում եմ, շատ դժվար է լինում մոնտաժելը, որովհետև դրա համար էլի ժամանակ է պետք, բայց պետք է խնդրեմ, որ բոլորդ Instagram տեղափոխվեք, որովհետև շատ շուտով ես ձեզ վլոգներից մեկում ցույց էի տվել unboxing-ի ժամանակ, այնտեղ ես եւ եւս մի վլոգեր Մարիամը միասին խաղարկություն ենք կազմակերպելու ձեզ համար, բոլորիդ համար, այնպես որ կսպասեմ ձեզ նաեւ Instagram-ում։ Լավ մնացեք։